Ողջույն հանաբազորյա հացի սիրելի ընտանիք, թող Քրիստոսի սերը եւ խաղաղությունը մեզ մեր յուրաքանչյուրի հետ լան այս օրհնյալ առավոտուն եւ մեր կյանքի բոլոր օրերում։ Քրիստոսի քալստյան սպասումը եւ ժամանակներու նշանները։ Արդյոք իսկապես մոտեցած ենք Քրիստոսի քալուստին։ Ահա այս հարցումը կհնչի շատերու սրտի մեջ, երբ կդիտենք աշխարհի մեջ դեղի ունեցող աղետները, պատերազմները եւ բարոյական անկումը։ Բայց Աստվածաշունչը մեզի չի հրավիրել ենթադրություններու, այլ կհրավիրե մեզ ուսումնասիրել Քրիստոսի խոսքերը։ Մատթեոս 24-րդ գլխու մեջ Քրիստոս ուղղակի կպատասխանե իր աշակերտներուն այս հարցումին. երբ պիտի գա վերջը եւ ինչ նշաններ պիտի ելան քո քալստյան։ Այս սերտողության ընթացքին պիտի ունենք խոր ուսումնասիրություն Մատթեոս 24-ի եւ Մարգարեի Դանիելի մարգարեություններու վրա, բարձելով թե ինչ կնշանակեն կամ ինչ նշաններ կան մեր օրերուն Քրիստոսի վերադարձի նախորեին։ Կուզեմ պատմական նախապատմություն ասել։ Մատթեոսի 21-ին 23 գլուխներու ընթացքին Քրիստոս մտավ Երուսաղեմ եւ անոր աշակերտները հավատքով հայտարարեցին, թե ինքն է Մեսիան։ Սակայն հրեաներու կրոնական ղեկավարները, փարիսեցիներն ու տբիրները, գասկածի եւ հալածանքի ճանապարհով փորձեցին հերքել այդ ճշմարտությունը, ի պատասխան այս մերժումին Քրիստոս Մատթեոս 23:38-ն կհայտարարե. «Ձեր տունը պիտի մնա ավերակ ձեզի»։ Այս խոսքը Դանիել մարգարեի 9:26-ի համարի մարգարեության կատարումն էր։ Երկրորդ Քրիստոսի նշած նշանները Մատթեոս 24-ի մեջ։ Քրիստոս դուրս կգա տաճարեն եւ աշակերտները զարմանքով ցույց կտան տաճարի շենքերը, բայց Քրիստոս կպատասխանե. այստեղ քարի վրա պիտի չմնա։ Աշակերտները հարց կտան. երբ պիտի պատահի այս բոլորը եւ ինչ պիտի լա քո քալստյան եւ աշխարհի վաղճանի նշանները։ Քրիստոս կսկսի խոսիլ նշաններու մասին, նախազգուշացնելով. «Զգուշ եղեք, մեկը թող ձեզ չմոլորեցնե»։ Նա կհիշեցնե պատերազմի լուրեր, երկրաշարժներ, սովեր եւ համաճարակներ, բայց սա դակավին սկիզբն է ցավերու։ Իսկ երրորդ մեսիաներ եւ մոլորեցուցիչներ։ Քրիստոս կսե. «Շատեր պիտի գան իմ անունովս եւ պիտի ասեն. ես եմ Քրիստոսը, եւ շատեր պիտի մոլորեցնեն»։ Այսօր մենք կզգանք այս մոլորեցուցիչ ոգին, հատկապես նոր կրոնական շարժումներու, գեղձ մարգարեներու եւ խեղաթյուրված վարդապետություններու միջև։ Չորրորդ ճշմարիտ նշանը ապականության արձանն է։ Քրիստոս հստակ կմոտեցնե ճշմարիտ նշանը։ Մատթեոս 24:15-ի մեջ կխոսի ավերածի բղծության մասին, որ Դանիել մարգարեն կամ մարգարեի միջոցով նշված է, որ կանգնած պիտի լա սուրբ տեղը։ Ահա այս է այն բահը, ուր կմեկնարկե վերջին հալածանքները։ Դանիել մարգարեության մեջ նշված է, որ սա դեղի կունենա 7 տարվան մեջ, վերջին կիսին։ Ապականության այս բղծությունը կամ ավերածի բղծությունը, այս գործողությունը պիտի կատարվի վերակառուցված տաճարի մեջ։ Իսկ 5-րդ սրբերու հալածանքները եւ մեծ նեղությունը։ Քրիստոս հայտնապես կխոսի այս սարսափելի օրերու մասին, երբ կնշե. եթե այդ օրերը չգրջատվեին, ոչ ոք պիտի չփրկվեր, բայց ընտրյալներու սիրուն կակնկալվին։ Այդ օրերուն կհայտնվին սուտ նշաններ, հրաշքներ, ոչ թե միայն խաբեությունով, այլև ապակառուցողական գործերով։ Եթե հնարը լա կսե, նույնիսկ ընտրյալները պիտի մոլորվին։ Բայց Քրիստոս հստակ կնշե. ինք պիտի գա զորությամբ
և պարքով։ 6. Արևի խավարումը և լուսնի արյան քույնի դարձինը։ Մատթեոս 24:29-ի մեջ գսե. այն օրերուն նեղություններեն վերջը արևը պիտի խավարի, լուսինը պիտի չտա իր լույսը և աստղերը երկնքեն պիտի ինան։ Այսպես Քրիստոս կհիմնվի Դանիելի մարգարեության վրա ու հստակ նշված է այնտեղ, թե 1335 օր վերջը պիտի գա փրկությունը։ 7. Խոգում Նոյի օրերուն մոտեցումով։ Քրիստոս կհամեմատե իր գալուստը Նոյի օրերուն հետ։ Մարդիկ գուտեն, կխմեն, կամստանան, մինչև որ ջրհեղեղը կգա և բոլորը կտանի։ Այսօրվա մարդը նույնպես կշարունակե անտարբեր կյանքը, կարծելով, թե ամեն բան նորմալ է, բայց Քրիստոսի գալուստը պիտի ելա անակնկալ, ինչպես քողը, որ կգա գիշերով։ 8. Հավատացյալներու վերապեղումն ու հափշտակությունը։ Քրիստոս ըսավ. երկու հոգի տաշտի մեջ, մեկը պիտի վերցվի, իսկ մույսը պիտի առնվի։ Երկու կին չաղացքի մոտ, մեկը պիտի վերցվի, մույսը պիտի մնա։ Այս հայտարարությունը ցույց կտա հափշտակության նախանշանները, ինչպես Պողոս առաքյալը կբացատրե առաջին Թեսաղոնիկեցիներուն 4:16-17 գսե Տերը ինքը պիտի իջնե, և մենք կենդանի մնացածներս պիտի վերցվինք անոնց հետ ամպերու մեջ Տիրոջ հանդիպելու համար։ 9. Աչալուրջ հավատացյալներու կյանքը։ Քրիստոս կգոչե մեզ աչալուրջ ըլլալու։ Դիտեցեք, զգուշ եղեք, որովհետև դուք չեք գիտեր այն ժամը և օրը։ Ան կպատմե 3 առակներ, 10 կույսեր, ծառաներուն տրված հարյուրանոցը և ազգերու դատաստանը։ Այս բոլորը կշեշտեն հավատքի իրականությունը գործով։ Այսօրվա այս սերտողությունը կգա մեկ մեծ ճշմարտությունով մը. Քրիստոսի վերադարձը իրական է, ինքը կմոտենա և մենք կոչված ենք պատրաստ ըլլալու։ Թող մեր հավատքը չլա ցևական, առանց հիմքի, այլ լեցուն, Սուրբ Հոգիով քալելով, սպասելով Տիրոջ գալուստին հավատարիմ և գործոն ձեռքով։ Հիմա կուզեմ անդրադառնալ ամեն մեկ կետի առանցին, որպեսզի ամբողջական գաղափար ունենանք։ Ուրեմն առաջին մեր կետը պատմական իրողություններ։ Քրիստոսի երկրային ծառայության վերջին շրջանը կբնութագրվի հատկապես լարումով և խոր աստվածաբանական բախումներով։ Մատթեոս 21-23 գլուխներու մեջ կտեսնենք Տիրոջ մուտքի Երուսաղեմ Ծաղկազարդի օրը, իրադարձությունը, որուն ժողովուրդը դիմավորեց փառաբանությամբ, ձայն ընդունելով որպես Դավթի որդի, Մեսիա։ Օրհնյալ է նա, որ կգա Տիրոջ անունով, կհագեին մարդիկ ցիթենյա ջյուղերով հայտարարելով իրենց հավատքը։ Մատթեոս 21:9։ Սակայն այդ խանդավառության խորքին տակ կթաքնվեր կրոնական ղեկավարության դժկամությունն ու կուրությունը։ Փարիսեցիները, դպիրները և մեծ քահանաները Տիրոջ ներկայությունը չընդունեցին։ Անոնք զինք չտեսան որպես Քրիստոս, այլ տեսան զինք որպես վտանգ մը իրենց համակարգին և դիրքին։ Այսօր շատ հեռու չենք։ Անոնք բազմաթիվ հարցերով փորձեցին զինք ծուղակի մեջ նետել, արդարացումներ գտնելու և զինք մահվան մատնելու։ Այս բախման գագաթնակետը կհասնի Մատթեոս 20-րդ գլխուն, ուր Քրիստոս բացահայտ կդատապարտե կրոնական կեղծավորությունը, ան անոնց կգոչե կեղծավորներ,
եւ սպիտակացած շիրիմներ, օծեր, մերգացնելով իրենց եւ իրենց սրտին փդածությունը եւ ճշմարտության դիմաց ունեցած մերժումը։ Եվ հիմա այդ մերժումին սոսկալի հետևանքը կհնչե, Տերը գսե. ահա ձեր տունը ցեզի ավերակ պիտի մնա։ Այս մարգարեական խոսքը ուղիղ կապ ունի Դանիել մարգարեի 9:26 խոսքին հետ, ուր կգարտանք. Մեսիան պիտի գդրվի, բայց ոչ իր համար եւ իշխանը ժողովուրդը պիտի գա եւ պիտի գործանե քաղաքը եւ սուրբ վայրը։ Դանիելը կմարգարեանար, որ Մեսիան պիտի մերժվի, սպանվի եւ այդ մերժումեն յետ Երուսաղեմն ու տաճարը պիտի գործանվին։ Իսկ Քրիստոս, որպես մարգարեացյալ Մեսիա, այս մարգարեությունը կհաստատե իր շուրթներով ըսելով թե հրեաներու տունը, այսինքն Երուսաղեմի տաճարը ամայի պիտի մնա։ Եվ պատմությունը կվկայե այս ճշմարտությունը։ Քրիստոսի խոսքեն մոտավորապես 40 տարի հետ, այսինքն Քրիստոսի հետո 70 թվականին, Դիդոս կայսրը կգրավե Երուսաղեմը։ Տաճարը կգործանվի, ժողովուրդը կծրվի եւ Իսրայելը կդադրի որպես ինքնուրույն պետություն։ Սա բարձ պատմական հետևանք չէր, այլ աստվածային դատաստան։ Քրիստոս ոչ միայն մարգարեական ճշգրտությամբ կգանխատեսե այս պատուհասը, այլ նաև այս ողբերգությունը կներկայացնե որպես հետևանք ժողովրդի խստասրտության եւ ճշմարիտ Մեսիան մերժելու։ Այս պատմական նախապատմությունը անհրաժեշտ է հասկանալու համար Մատթեոս 24-ի մթնոլորտը։ Երբ աշակերտները կմոտենան Քրիստոսին, դիտելով տաճարի շքեղ շինությունները, անոնք չեն ըմբռներ, թե այդ ամուր քարերը դատապարտված են փլվելու։ Տերը պատասխանե. «Տեսաք այս բոլորը, ճշմարիտ կսեմ ցեզի, այստեղ քար քարի վրա պիտի չմնա, որ պիտի չքանդվի»։ Սա կողունակ նախազգուշացում չէր, սա ողբ էր հավատքի մերժման եւ երկնավոր այցելության բացակա ընդունելության դեմ։ Քրիստոս հավասարապես մարգարե, քահանա եւ թագավոր ոչ միայն կնախանշե դատաստանը, այլ նաեւ կհրավիրե զղջման եւ ապաշխարության։ Եվ ահա այս նախապատմության վրա է, որ կհիմնվի Տիրոջ ամբողջ խոսակցությունը վերջին ժամանակներու մասին։ Ուստի առանց այս նախապատմության ճշմարտացի ընկալման չենք կրնար հասկանալ Մատթեոս 24-ի հայտնաբերությունները։ Այսօրվա համար այսքան։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, վաղը կհանդիպինք շարունակությամբ։